Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 4-ն է 2026 թվական։ 4-օրյա մեր այցելությունից հետո Սյունիքի մարզ, հետագայում Վայոց Ձոր, վերադարձանք մայրաքաղաք, բավական տպավորիչ էր մեզ համար, կարծում եմ նաև նրանց համար, ում հետ շփվեցինք, ի նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ, տարբեր բնակավայրերում հանդիպումներ ունեցանք, որքան հնարավորություն եղավ ձեզ տեղեկացրեցինք նաև այդ հանդիպումների մասին, այդ ընթացքում այնտեղ իմացանք, որ կուսակցությունը 4-րդ համարի տակ է հանդես գալու ընտրությունների ժամանակ առաջիկա, այնպես որ նրանք ովքեր ընդունում են մեր ծրագրերը, նրանք ովքեր վստահում են մեզ իրենց ընտրությունը կատարելիս, կարծում եմ, որ կքվեարկեն 4-րդի օգտին, այսինքն Հայաստանի շնորհապետական կուսակցության։ Իհարկե ժամանակ կմնա ընտրությունների մասին կխոսենք, որտեղ այն ինչ տեղի ունի հիմնական հարցը Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին, դա թիվ 1 օրակարգային հարցն է մեզ համար, դրա մեջ է շատ ներբերանգներ կան, որոնք առաջիկա ընտրությունների հետ առնչություն ունեն, դրա համար հիմա դրան էլ անդրադառնանք։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին նշել է. Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ 1 ամսից ընտրություններ են, իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի։ Նախ կարծիքներ, որ ճիշտ է կամ դրական էր արդյոք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում թե ոչ, միանշանակ այո, ինչի մասին է խոսքը։ Եթե ռուսամետ ուժերը դրանից նեղվել են, հուզվել են, դա իրենց խնդիրն է։ Հարց է ծագում, իսկ հավատում եմ ես, որ Նիկոլ Փաշինյանը սրանով իսկ նաև կհավաստի, որ մենք Եվրոպա ենք գնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոչ չեմ հավատում։ Բայց դա չի նշանակում, որ դրական չէր այդ քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում։ Նրանք ծանոթանում են Հայաստանին, նրանք ուղղակիորեն ցույց են տալիս իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Նրանք ցույց են տալիս, որ նրանք պատրաստական են ընդունել Հայաստանին Եվրամիության շարքերում։ Եվ այդ պարագայում միանշանակ դրական է։ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել, որ եթե կգա այդ պահը, որ որոշում կկայացնենք, ժողովուրդը կորոշի։ Այն իր ասած այն պահը, որ որոշում կկայացնենք, դա կարող է լինել շատ հեռու, եթե ինքը ընտրվի։ Որովհետև ինքը ասում է, մենք Ռուսաստանի հետ հարաբերությունը պետք է լավացնենք եւ այլ եւ այլ։ Բայց այդ դեպքում հարց, եթե ինքը իսկապես գտնում է որոշողը ժողովուրդն է, առաջիկա ընտրությունների ժամանակ, եթե ժողովուրդը բավական ծանրակշիռ ձայն տա այն քաղաքական ուժին, ես նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որը ասում է, որ մեր ապագան Եվրամիության անդամակցությունն է, ու հենց առաջի իսկ մեր քայլը անելու ենք դիմում գրելը Եվրամիության անդամակցության։ Չունենանք մեծամասնություն։ Միևնույնն է, մենք կմնանք այդ գծի ու այդ ծրագրի մեջ եւ կշարունակենք օգտագործել խորհրդարանական հարթակը, շփումները, կապերը եւ այլ, որպեսզի մենք ավելի արագ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անենք եւ օրվա իշխանությանը, եթե մենք չենք, ճնշում գործադրենք հասարակության կողմից, նաեւ եթե պետք է ստորագրահավաք կազմակերպելով, որպեսզի ինքը այդ դիմումը ներկայացնի։ Դրա համար, այնպես որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում, դա դեռ չի նշանակում, որ Եվրոպայից որ եկել են, դա մեզ համար բացասական է։ Իհարկե, դա այն քայլն է, որ հաջորդ քայլը անելու ժամանակ կա նորմալ աշխատանքային շփման մթնոլորտ Հայաստան պետության հետ։ Այնպես որ այդտեղ միանշանակ քննարկելու հարց չի, որ այսինքն դա դրական էր, թե բացասական Հայաստանի համար։ Դա տալիս է հնարավորություն, այո, մարդիկ նաև պետք է հասկանան, որ այն քաղաքական ուժերը, որոնք ընդգծված հայտարարում են, որ իրանք Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերը, որ հասկացնում են կամ պարզ ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի ձայները չբավարար, իրանք կմիանան Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն եթե միանան Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանը որոշի, որ մեզ Ռուսաստանն է տանում, հաստատ նրանք նրա դեմ չեն առարկելու։ Առավել եւս միանալով Նիկոլ Փաշինյանին։ Նշանակում է ձայն տալով նաեւ այդ ուժերին, միևնույն է դուք մեզ Եվրոպային չեք մոտեցնում։ Եվրոպային մոտեցնելու միակ տարբերակը նաեւ որ տալ այն ուժին, որը երբևիցե իր
ձայները իշխանությանը չի տա, որը մեզ Եվրոպա չի տանում։ Ռուսամետների մասին իսկ անիմաստ է խոսել։ Մենք գիտենք նրանց պատկերացումը։ Այսինքն եթե խոսքը վերաբերում է կայակալացնած առաջիկա ընտրությունները նաև ցույց կտա որոշողը Հայաստանն է, Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ կարող է ասի ես որոշում եմ սա։ Այնքան ձայն ստացեք, որով կարողանաք այդ քայլը առարկայական անել։ Իսկ բարենպաստ մթնոլորտը արդեն Հայաստանի նկատմամբ կա։ Ընդառաջ քայլը, որ շատերն ասում են Հայաստանին մեզ Եվրոպայում չեն սպասում, հարցը մենակ այն չի, որ այդ գագաթաժողովը Հայաստանում ասնում է, նշանակում է Եվրոպայում սպասում են, դրանով չէ մենք չափում, որտեղ նույն կարգի գագաթնաժողով 2 տարի հետո Ադրբեջանում է անցնելու։ Մենք չենք գերագնահատում այդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը, բայց նաև չենք թերագնահատում։ Այսինքն եթե նրանք իրենց հայտարարություններով ասում են պատրաստ ենք ձեզ ընդունել, պատրաստ ենք ձեր առաջ ճանապարհ հարթել, պատրաստ ենք ավելի սերտ համագործակցության, էլ ինչ եք ուզում, որ իրանց կողմից հնչի, որ մենք հասկանանք, որ մեզ սպասում են Եվրոպայում։ Մնացած քայլը արդեն ընտրությունը ձերն է, սիրելի հայրենակիցներ ջան։ Հիմա անցնենք առաջ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Շատերը իհարկե շատ ծանր են տանում Վոլոդիմիր Զելենսկու Հայաստան գալը, նաև Վոլոդիմիր Զելենսկու շփումը Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ ինչով են դա ծանր տանում, հերթական անգամ հիշել են ֆոսֆորի պատմությունը, հիմա էլ անընդհատ էմոցիոնալ ձևով այդ ֆոսֆորը այրեց մեր զավակներին, այդ ֆոսֆորը այսպես արեց, ժողովուրդ ջան, կարող է որևէ մարդկանց ուղեղը այդ ֆոսֆորը այրելա։ Այդ ֆոսֆորը տվել է Ռուսաստանը, դուք լավ գիտեք, Ուկրաինան չուներ ֆոսֆոր, մեղադրեք ցանկացած ուրիշ հարցում։ Դուք Ուկրաինային մեղադրում եք, ինչի է Ադրբեջանին օգնում, մոռանում եք, որ մենք Ռուսաստանի հետ ենք ռազմավարական դաշնակից։ Միլիարդավոր դոլարների Ադրբեջանին հարձակողական զենք է տվել, չգիտեր, որ դա օգտագործելու է Հայաստանի դեմ։ Ումից եք նեղանում։ Ձեր գործընկերոջից չեք նեղանում, այդ ֆոսֆորը, որ ասում եք sense տամարները ձգած, չեք հասկանում, որ դա Ռուսաստանն է տվել։ Ֆոսֆորից շատ ավելի վտանգավոր զենքեր է տվել, հարձակողական մահաբեր զենքեր է տվել։ Բելարուսն էլ Ռուսաստանն էլ, լինելով ՀԱՊԿ անդամ, այն ժամանակ էլ մենք սառեցրած չէինք այդ հարաբերությունները, եւ լինելով ԵԱՏՄ անդամ։ Ումից եք նեղանում։ Ուկրաինա, որ Ադրբեջանի հետ ՈԱՄ-ի անդամ է, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա։ Այսինքն ինքը մի համակարգի անդամ է, իր գործընկերոջը ողջունում է, շնորհավորում է։ Դուք դրանից ինչի եք հուզվում։ Դուք նենց արեք այդ գործընկերոջ հետ դուք էլ լավ ելնեք։ Ասում եք Ուկրաինան ողջունել է Ադրբեջանին իր տարած հաղթանակի համար։ Նիկոլ Փաշինյանն էլ է ողջունել էլի։ Էլ Ուկրաինայից ինչ եք նեղանում։ Բա դրանից բացի մոռացել եք, բայերեք էի ձեզ համար կարդում։ 14 թվականին Հայաստանը ողջունում էր Ղրիմը գրավելը։ Հայաստան պետությունը։ Բա դուք ինչ եք արել որպես, բա որ այդ բացատրում ենք 14 թվին, որ ձեր դեմն է դա գալու, ինչի համար եմ հատուկ ձեզ համար դա կարդում։ Որ 14 թվին դուք դա արել եք, 20 թվին պատասխանը ստացել եք, նեղանում եք պատասխան տվողից։ Հարցը ստեղ նա չի, որ Ուկրաինան մեր պաշտպանության կարիքն ունի թե ոչ։ Չեք տեսնում Ուկրաինայի թիկունքին ինչ պետություններ են կանգնած։ Հաստատ իմ հույսին չեն մնացել, որ ես իրանց պաշտպանեմ կամ չէ։ Բայց եթե մենք անընդհատ օբյեկտիվությունը կորցնում ենք, դա ինչ է տալիս մեզ։ Մենք այդքան զորբա չենք, էլի, որ մենք երկակի ստանդարտներով ինչ ուզենանք անենք։ Եվ նույնիսկ հիմա տեսնում եք, որ Ամերիկայի նախագահն այդքան զորբա չի, ինչ ուզենա կարողանա անի ուժի դիրքերից։ Ուրեմն գոնե պետք է հիմք ընդունես օբյեկտիվությունը։ Բայց նաև նայենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ էլ որոշեց, որ ինքը հեռավար կապով պետք է մասնակցի, ոչ թե ուղիղ հանդիպելով։ Թող ինքը որոշի, որքանով էր դա հարգալից կազմակերպիչների հանդեպ, մանավանդ որ 2 տարի հետո էլ ինքը պետք է հյուրընկալի այդ մարդկանց, եւ նաեւ Հայաստանի իշխանության հանդեպ այն դեպքում, երբ որ ոնց որ թե Ալիևի անունից էր խոստացված խաղաղությունը, Թուրքիան փոխնախագահի մակարդակով ներկայացավ,
իսկ Ադրբեջանը ընդհանրապես չներկայացավ, Ալիևը ուղղակի հերավար կապով, բայց հարցը մենակ նա չի, որ Ալիևը տենց խոսեց։ Ալիևը մի հարց բարձրացրեց, որ այդ հարցը էնել այդպիսի ֆորումում մենք անպատասխան ամանում, ով է դրա պատասխանը տալու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում ընթացող եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով։ Ցավոք ոչ բոլոր եվրոպական կառույցներն են կիսում դիրքորոշումը էլի իրանց։ Ալիևի մեղադրանքներն ուղղված են ԵԽԽՎ-ին, Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովին և Եվրախորհրդարանին։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում անջատողականությանը և իրականացրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, հայտարարել է Ալիևը։ ԵԽԽՎ-ն պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներով։ Սա երկակի ստանդարտներ են։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ունի նույն արժեքը, ինչ ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը։ Երկակի ստանդարտներն անընդունելի են, հայտարարել է Ալիևը։ Իսկ երկիրը պաշտպանում է սեփական տարածքային ամբողջականությունը, վերջ է տվել անջատողականությանը և պատասխանատվությանը ենթարկել ռազմական հանցագործներին։ Այսինքն ինքը համարում է, որ Արցախի ընտրված ղեկավարները ռազմական հանցագործներ էին և անջատողականներ, որտեղից Ալիևի նման արտահայտությունների հիմք, որ նման արտահայտություններ ինքը պարբերաբար ասել է նորություն չի, բայց դա երբևիցե հիմք չի ծառայել։ Ինչ Ալիևի համար հիմք ծառայեց, որ ինքը նման գնահատական տա։ Հենց Հայաստանի վարչապետի և Հայաստանի նախագահի հայտարարությունները, որ այո, Արցախը 91 թվականից Ադրբեջանի կազմում է, և Հայաստանը ինչու է զորք ուղարկել Ադրբեջան կռվելու մեր երկրի տարածքից դուրս մտցրել զորք Ադրբեջան։ Դա ուղիղ մեղադրանք էր Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին իշխանություններին, դուք ինչի եք զորք մտցրել ուրիշ տարածք։ Այն որ նախկին իշխանությունները շատ սխալներ են թույլ տվել, դա մենք գիտենք, կարող է այլ հարցերում մեղադրել, բայց մեղադրել այդ հարցում դա նշանակում է կոնկրետ Ալիևին ասել, որ այսօրվա իշխանությունը Հայաստանին ճանաչում է օկուպանտ, որ Հայաստանը մտել է ուրիշի տարածք և այն դեպքում, երբ որ դրա հիման վրա մենք գիտենք, որ կար համապատասխան փաստաթղթեր, որը այն ժամանակվա բանակը կամ այն ժամանակվա երկրապահները, ազատամարտիկները այդ ժամանակվա օրենսդրությամբ հանգիստ կարող էին գնալ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը երաշխավորել։ Բայց այսօր հետին թվով ասել, որ նրանք օկուպանտ էին, որ նրանք գնացել են, զորք են մտցրել, դրանց նպատակներ գնային դեղ կռվեին այդ սուտի հայրենասերները, որպեսզի Հայաստանը վերանար, այդ ամբողջը մենք շատ ենք խոսել, այսինքն ով է տալիս այդ հիմքը, եթե վաղը Ալիևին ասեն դու սուտ ես ասում, տենց բան չկա, ինչ անջատողականություն, մարդիկ հանրաքվե են արել, Կոսովոյի պարագայում անգամ հանրաքվել չեն արել, ընդամենը ժամանակավոր ինքնակառավարման մարմինը հայտարարել է անկախություն, և Հագայի դատարանը 2 տարի հետո որոշում է կայացրել, որ դա չի հակասում միջազգային օրենսդրությանը։ Այսինքն այդ պարագայում դա անջատողականություն էր, դա ինչ էր, անջատում հանուն փրկության։ Եվ այդ պարագայում, երբ որ Ալիևը դա այդպիսի գնահատականներ է տալիս, հիմա ինքը անում հիմք ընդունում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները դրա ուղղությամբ։ Բա ով պետք է դա բացատրի։ Նիկոլ Փաշինյանը, որը շատ շնորհակալ է, որ Ալիևը լայաղ արել այդ հանդիպմանը մասնակցի, թեկուզ հեռավար, հա։ Բա ում հետ ենք խաղաղության գնում։ Բայց եթե դու այդպես ընդունում ես, որ Հայաստանը օկուպանտ էր, դու ոչ թե Հայաստանի վզից հանում ես պարանը, որը գցած էր, այլ հենց պարանը հանում ես ու գցում ես Հայաստանի վիզը։ Չկար Հայաստանի վզին պարան, հիմա ես գցում, որ դու դառնում ես օկուպանտ, որ դու պարտավոր ես փոխհատուցում վճարես։ Բայց այդ ամբողջ պահանջների ցուցակը վաղուց արդեն ներկայացված է Հայաստանին, հարմար առիթ են ման գալիս կոնկրետ գործնական կիրառության հարցը լուծեն։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Հանդիպան արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով։
Դե առայժմ հռչակագիրը վաղը դա կարող է ունենալ այլ տեսք, հուշագիր եւ այլ եւ այլ։ Ռազմավարական գործընկերության հետ կապված փաստաթղթեր շատ երկրների հետ կարող է ունենալ, վաղը արդեն Ֆրանսիայի հետ էլ դա կստորագրվի։ Կարևոր է դա թե ոչ։ Իհարկե կարևոր է։ Կարող ես դա ստորագրել ու ոչինչ էլ չանես։ Տասնյակ երկրների հետ ստորագրում ես ու դնում են դարակում, ոչինչ էլ չեն անում։ Բայց եթե պետք է լինի ինչ-որ բան անես, վերցնում ես դարակից, ասում ես մենք այսպիսի փաստաթուղթ ունենք։ Այսինքն այդ փաստաթուղթը աշխատեցնելու պարագայում արդեն մի անգամ դրա հետ կապված քայլ արվել է։ Իսկ Մեծ Բրիտանիայի նման երկրի հետ նորմալ հարաբերություն ունենալը դա չափազանց կարևոր է։ Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի լուրջ դերակատարությունը եվրոպական անվտանգության հետ կապված եւ առհասարակ համաեվրոպական ծրագրերի հետ կապված, չլինելով Եվրամիության անդամ։ Ֆրանսիայի հետ կապված դուք չի էլ քննարկում, որովհետեւ Ֆրանսիան մեծ բարեկամ պետություն է ավանդաբար եւ բացի դրանից է բավական լուրջ դերակատարություն ունի եվրոպական անվտանգության եւ համաեվրոպական ծրագրերի ուղղությամբ։ Այնպես որ դա շատ կարեւոր է մեզ համար, նաեւ ասենք Մեծ Բրիտանիայի հետ կապված է։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով ունեցած ելույթի ժամանակ, իսկ սա շատ կարևոր է նաեւ ինչ է։ Էմանուել Մակրոնի գնահատականները այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակին եւ Եվրոպայի դերակատարությանը։ Մի բան, որ մենք պարբերաբար ամեն օր դες հետ խոսում ենք, որ Եվրոպան այսօր վերադասավորման խնդիր ունի, որովհետեւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունը փչացնելու պարագայում նրանք լուրջ ձևով պետք է կարողանան իրենց անկախության խնդիրը լուծեն։ Հիմա Մակրոնը հենց դա է բացատրում, այնինչով մենք պարբերաբար իր հետ քննարկում ենք, բայց ուրիշա մենք ենք քննարկում, ուրիշա հավաստիացումները ստանում ենք Ֆրանսիայի նախագահի կողմից։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Եվրոպայի ռազմավարական ինքնուրույնությունն ամրապնդելու եւ առանցքային ոլորտներում արտաքին գործընկերներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Խոսքը ոչ միայն անվտանգության ու պաշտպանության, այլև ավելի լայն ուղղությունների մասին է, ներառյալ էներգետիկան, պարենային անվտանգությունը, տիեզերքն ու կիսահաղորդիչների արտադրությունը։ Մակրոնն ընդգծել է, որ ռազմավարական կարևորության ճյուղերում այլ երկրների չափից ավելի կախված լինելը Եվրոպային խոցելի է դարձնում։ Իհարկե ինքը նաև նկատի ունի այդ մասին էլ ասել, որ ուկրաինական պատերազմը ցույց տվեց, թե մենք ինչքան ենք կախված Ռուսաստանից եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների հետ կապված եւ առհասարակ ինչու պետք է մենք այդքան կախված լինեինք, որ հիմա էլ փաստի առաջ կանգնեինք։ Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև անվտանգության ոլորտում այսպես կոչված ամերիկյան հովանոցի թեմային, նշելով, որ այս հարցը շարունակում է զգայուն մնալ եվրոպական երկրների համար։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններին Եվրոպան պետք է ուժեղացնի սեփական անկախությունը, հաշվի առնելով նաև Չինաստանից ունեցած կախվածությունը։ Եվ շարունակությունը Մակրոնը նշել է, որ աշխարհաքաղաքական սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է արտադրությունների մի մասը տեղափոխել Եվրոպա։ Իհարկե մտածել են միշտ էլ, որ Եվրոպա արտադրենք, այս համակարգը բարձր է, ինքնարժեքը բնականաբար բարձր կլինի, այդ ապրանքը թանկ կլինի, ավելի լավ է ուրիշ տեղ տանենք, արտադրենք, հետո կբերենք մեզ բավական հարմար մատչելի գնով, տեխնոլոգիան կտանենք, այս ապրանքը կբերենք։ Հիմա կերակ ժողովուրդ ջան, տեխնոլոգիան տարակ, հիմա այդ նույն տեխնոլոգիայով իրանք արտադրում են եւ իրանց էժան ապրանքն են ձեր վրա վաճառում։ Իսկ ձեր տեղական արտադրությունը արդեն խնդիրներ ունի։ Իսկ այդ ամեն ինչը ուսումնասիրելու ժամանակ նաև մենք էլ պետք է եզրակացություն անենք, չէ՞, որ մեր սահմանները եթե բացենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իրանց էժան ապրանքը մտնի Հայաստան, մեր տեղական արտադրության հետ կապված ինչ խնդիրներ ենք ունենալու։ Եթե որակյալ ապրանք չկարողանանք տեղից էլ մենք գիտենք, որ մեր ապրանքը չի կարող էժան լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի ապրանքից։ Եթե գոնե որակով չկարողանանք մտնել շուկաներ, մենք ունենալու ենք լրջագույն խնդիր։ Հիմա Եվրոպան ներկայացնում է այդ նույն բանը իրանց հետ կապված այդ խնդրը։ Դիվերսիֆիկացնել գործընկերային կապերը եւ ամրապնդել մատակարարման շղթաները։ Հատկապես ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը կարող է ել ավելի ակնհայտ դարձնել արկա կախվածությունները։ Այնուամենայնիվ Էմանուել Մակրոնը գտնում է, որ Ամերիկա-Չինաստան հակամարտությունը, այո, օբյեկտիվ իրականություն է եւ Թրամփին չի հաջողվելու Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ինչքան էլ ինքը ասում է, որ սիրում է Սի Ցզինպինին եւ այլ, մենք հասկանում ենք, որ սիրում է, բայց դա այդքան էլ այդպես չի, ուղղակի ասում է, բայց փաստն էլ նա է, որ
իրոք խնդիր կա, առավել ևս խնդիր կա, եթե ուկրաինական պատերազմի հետ կապված Ուկրաինային ակտիվ ձևով չի օգնում Ամերիկան եւ Իրանի հետ կապված այս անորոշ իրավիճակը, որ շարունակվում է, Չինաստանի դերակատարությունը այդ դեպքում մեծանում է։ Եզրափակելով խոսքը Մակրոնն ընդգծել է, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, այդ թվում Ուկրաինայում տիրող իրավիճակին, եվրոպական երկրները պետք է գործեն միասնական ձևով ռազմավարական ինքնուրույնության հասնելու եւ համաշխարհային ասպարեզում սեփական դերն ամրապնդելու համար։ Մի բան, որը մեզ համար շատ կարեւոր է, եթե մենք ասում ենք լինել եվրոպական ընտանիքի անդամ, այդ դեպքում նաեւ ասում են, բա Եվրամիությունը դա տնտեսական կառույց է, բա մեր անվտանգությունը, իսկ ինչպես տեսնում ենք, Եվրոպան ամեն ինչ անում է, որ իր անվտանգության հարցը լուծի։ Եթե իր անվտանգության հարցը կարողանա լուծի, մեր տարածաշրջանում մեր հարևաններից ում հետ ինքը չի կարողանա մեր անվտանգության հարցը լուծի։ Ու հանկարծ չասենք, որ Թուրքիան տարածաշրջանի ամենահզոր բանակն ունի, բա Թուրքիայի դեմ Եվրոպան ինչ անելու։ Ընդամենը մեկ երկիր անգամ, երբ որ Թուրքիային ասում է չփորձես Կիպրոսի կամ չփորձես Հունաստանի հետ կապված ոտնձգություններ անես, Էգեյան ծովում խնդիրներ առաջացնես, Ֆրանսիան կանգնում ասում է, ես կանգնած եմ Հունաստանի թիկունքին։ Ինչպես տեսնում եք, անգամ այդ հայտարարությունը զսպող դերակատարություն է ունենում Թուրքիայի համար։ Այնպես որ չասենք, թե Եվրոպան Թուրքիայից չի կարող մեզ օգնել, Թուրքիայից ազատելու խնդիրներ լուծել։ Եվ նաև տեսնում ենք, որ Իրանի հետ կապված հարցերը կարգավորված չեն, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ լուծումը չի գտել, մի բան, որ լրջորեն դժվարացնում է մեզ համար խնդիրները, ապագայի հետ կապված ծրագրերը։ Հորմուզի նեղուցում իրանական կողմի նախազգուշացումն անտեսելուց հետո երկու հրթիռ է հարվածել ամերիկյան պարեկային նավին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ցանկացած անցում առանց Իրանի պաշտոնական թույլտվության հնարավոր չէ, եւ այդ նախազգուշացման ցանկացած անտեսում կարժանանա զինված ուժերի վճռական պատասխանին։ Միացյալ Նահանգները շտապեց հերքել, որ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել պարեկային նավին ամերիկյան, բայց էական չի, հիմա իրանցիները հարվածել են, կպել է, թե չի կպել, ամերիկացիներն հերքում են, իսկապես կպել է, հերքում են, թե չի կպել, հերքում են, խնդիրն ուրիշ է։ Այն Իրանը, որը որ ցանկանում է իբր թե հարաբերությունը կարգավորել Ամերիկայի հետ եւ գնալ բանակցային ճանապարհով, նրան ինչին է պետք է հարվածը հասցնել, կամ նրան ինչին է պետք ասել, որ այդ հարվածը հասցրել է։ Դա նշանակում է, որ ինքը ամերիկյան պայմանով բանակցության չի գնում։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Ժորժ ջան, ինչքան ուզում եք դուք չընդունեք Իրանին, ինչքան ուզում եք դուք ասեք այմա դե չենք ընդունում իրանց կրոնապետությունը, դա ճաշակի հարց չի, դա իրականություն է, այո էլի կարող ես չընդունել, հասկանաս, որ այնտեղ շատ վատ վիճակ է, շատ ավելի վատ վիճակ, քան պատերազմից առաջ, այո, այդ հասկանալի է, բայց չի հանձնվում, այդ փաստ է, չէ։ Ու երբ որ ասում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապված ծրագրեր ունենք, եւ որի հետ չի կարող դա կյանքի կոչվել, եթե Իրանի հետ հարցը չկարգավորվի, էլի հերթական անգամ մեկը նորից ինձ գրում, ասում է դուք կողմ եք, որ թրիփը աշխատի է, թրիփը չի այդ Զանգեզուրի միջանցն է եւ այլ եւ այլ։ Հերթական անգամ ասեմ, որովհետեւ կարող է ուրիշների մոտ էլ այդ հարցը առաջանա։ Թրիփը դա մեր նախաձեռնությունը չէր։ Թրիփը դա եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, որով դիմել են Թրամփին, Թրամփն էլ Հայաստանին ասել է, ինձ այս ծրագիրը հետաքրքրում է։ Դա այնպես չի, որ մենք հորինում ենք մեզ, դա Նիկոլ Փաշինյանն է ասել, որ այդ խաղաղության խաչմերուկը առաջարկել ենք Ռուսաստանին, տարբեր մեր գործընկերներին, ոչ մեկը չեն ընդունել, Ամերիկայի նախկին ադմինիստրացիան էլ չի ընդունել։ Տրամպի ադմինիստրացիան հետաքրքրություն է հանդես բերել, եւ հետաքրքրություն հանդես բերեց, երբ որ իր բանագնացը գնաց Ադրբեջանի հետ պայմանավորվեց։ Այսինքն, իհարկե դա լավագույն տարբերակը չի, որը կարող է լինել, առավել ևս դա մեզ համար անվտանգային հարց չի լուծում։ Բնական բան է, 99 տարով տալիս ես, բավական լուրջ ձևով մեզ համար սահմանափակում մեր հնարավորությունները։ Իհարկե դա մեր համար նորմալ տարբերակը չի, Ամերիկայի հետ նորմալ լինելը նորմալ է, բայց այս թրիփը նորմալ տարբերակ չի, բայց ես նորից եմ բացատրում հերթական անգամ։ Ես ասում եմ, որ նույնիսկ այդ վատ տարբերակը ի վիճակի չես լնելու անես։ Բայց դրա վրա մեր իշխանությունները մի հսկայական բան էին կառուցել Ամերիկայի հետ այս տնտեսական ծրագրով լուրջ ռազմաքաղաքական գործընկերություն անվտանգային հարցեր եւ ասում էին, որ եթե մենք այս թրիփը չանեինք, Ադրբեջանը ուժով վերցնելու էր։ Հիմա հարց է ծագում, իսկ եթե հանկարծ այդ թրիփը Իրանը չթողեց,
Մտածում ենք հետևանքների մասին։ Երբ որ դուք ընդամենը կապում եք թրիփի հետ կապում եք Ադրբեջանի գրավելը։ Ու դա ես չեմ, չէ՞ ասում, մեր իշխանություններն են ասել։ Այո, մենք հասկանում ենք, որ եթե այդ հարցը չլուծենք, այդ ճանապարհի հարցը չլուծենք, Ադրբեջանը ուժով վերցնելու էր։ Դա կանխելու համար ենք գնացել այդ քայլին, ընդառաջ քայլի ենք արել Ամերիկայի նախաձեռնությանը։ Հետո իսկ եթե հանկարծ տեղի չունեցավ, ինչ է ստացվում։ Նշանակում Ադրբեջանը հասկանալով, որ այնուամենայնիվ իր ծրագիրը չի աշխատում, պետք է մտածի իր պլան B-ն օգտագործի, իսկ մենք ոնց որ տեսնում ենք պլան B-ին պատրաստ չենք։ Մեր հասարակությանը խաղաղությունը խոստացված է, մեր հասարակությանն ասել է խաղաղությունը վայելեք, հերիքա խոսեք բանակի մասին, հերիքա խոսեք ռևանշիստական տրամադրությունների մասին, հերիքա խոսեք մարդկանց մարտունակության մասին, թռչկոտացեք, երգեք, պարեք, ուրախացեք, վայելեք խաղաղությունը։ Իսկ այդ խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի քմահաճույքով, խաղաղությունը պայմանավորված է ասված է չտանք թրիփը, ինքը վերցնելու է ուժով։ Իսկ թրիփը եթե չես կարողանում աշխատեցնես, դու արդեն ժողովրդին զինաթափել ես, ժողովրդին ասել ես, որ մենք խաղաղության ենք գնում։ Հերիքա որևէ մեկը եթե կասի պետք է Հայաստանը պաշտպանենք, ասեք քո երեխենա գնալու պաշտպանի, հերիք եղավ, ո՞լ եղավ, մենք վայելում ենք, մենք ուզում ենք թռչկոտել նիկոլական թռչկոտումներով։ Հասկացանք, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը ձեզ բացատրում է, եթե չտանք թրիփը, Ադրբեջանը վերցնել է ուժով, եթե Իրանը չթողի աշխատի թրիփը, Ադրբեջանը վերցնել է ուժով, բարդ եմ բացատրում։ Վերցրեք Նիկոլ Փաշինյանի ասածը եւ նայեք, եթե հանկարծ դա տեղի չունենա։ Այսինքն այո, դա լավագույն տարբերակը չի մեզ համար, բայց վատագույն տարբերակը, որտեվ դրա գործողությամբ է պայմանավորված մեր անվտանգությունը, որովհետեւ այլ անվտանգային գործոն, քան մեր անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է, գոյություն չունի։ Դա ձեզ ասել է Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ջան, ես ընդամենը իր ասածը եւ մեկ ուրիշի ասածը դնում եմ իրար կողքի։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Իրանը տրամադրված է հետագայում ևս ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Այս սրա մասին ենք որ խոսում ենք։ Ամերիկա Ուկրաինայում Ռուսաստանին ռազմավարական պարտության չտարար, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը գործելու են համատեղ։ Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ շատ կարեւոր դեր են խաղում միջազգային ու տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող իրադարձություններում։ Բնականաբար մենք լրջորեն տրամադրված ենք շարունակել ամրապնդել հարաբերությունները այդ երկրների հետ։ Իրանը խորհրդակցում է Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի հետ, տարածաշրջանային օրակարգի շուրջ եւ մշտական կապի մեջ է Մոսկվայի ու Պեկինի հետ։ Այսինքն, այն որ Դոնալդ Տրամփ ցանկանում էր ներողություն Վենեսուելայի նավթով ճնշի Չինաստանին, Իրանի նավթով նույնպես, հիմա չստացվեց դա անելը։ Ընդհակառակը հիմա Չինաստանը իր դերակատարությունն է մեծացնում։ Հարցը նա չի, նա նավթի հարցը լուծել է թե չէ։ Հարցը նա է, որ նա հասկացա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին այսօր զիջումների գնալու իմաստը որն է։ Մի ձև կա, չէ՞։ Ռուսաստանը շարքից դուրս գա հետ քաշվի, այդ դեպքում Իրանը մի կողմ քաշվի սսկվի, Չինաստանն էլ հասկանա, որ մենակ ինքը ոչ մի բան չի անի։ Իսկ այսօր Չինաստանը մենակ է, Չինաստանը ինչու է մենակ։ Այսօր Ամերիկան է մենակ։ Լատինական Ամերիկայի երկրներից նեղացել է, Կանադայից նեղացել է, Եվրոպայից նեղացել է։ Իրանին էլ չի կարողանում պարտության մատնել։ Ռուսաստանին էլ ուզում է այդ բիզնես անի, բայց եւ չի կարողանում ճնշի Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան համաձայնվի զիջումների։ Ոնց է Չինաստանը մեկուսացված։ Իսկ սա խնդիրը չէ, դա բան է փոխում մեր տարածաշրջանում։ Եթե Իրանը լինելով Չինաստանի ու Ռուսաստանի գործընկեր, հանկարծ կարողանա ամերիկյան ազդեցությունը պակասացնի։ Տեղից էլ մեր իշխանությունները խելքները իրանցի չի Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հայտնել արդեն ներկայացրել են ու ասում են այո, մենք այդ ուղղությամբ աշխատելու ենք։ Իրան դրա համար պետք չի ժողովրդի կարծիք։ Ժողովրդի կարծիքը մենակ պետք է, որպես ասի դե ժողովուրդ ջան, դե դուք չգնացիք քվեարկեցիք եվրոպական ուղղության հետ կապված, այս չի ձեր քվեարկությունը, դուք Եվրոպա չեք ուզում, Նիկոլ Փաշինյանից ինչ եք ուզում։
Եվ մի բան էլ է Էմանուել Մակրոնն ասել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան իսկապես լավ ցուցանիշ է այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դեֆակտո արբանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապա ռիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում եւ որոշեց որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտում են ասել է Մակրոնը իհարկե ասեմ որ մեր լավ բարեկամ Ֆրանսիայի լավ բարեկամ նախագահ Էմանուել Մակրոնը խորը թյուրիմացության մեջ է, որովհետև Էմանուել Մակրոնը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի քերթվածքները, որը ինքը լավ գրած է մագաղաթ վրա, եթե չեմ սխալվում, թե սեպագիր արձանագրություններ, որ մենք հեղափոխություն չենք արել, մենք մնացել ենք ֆորպոստ 18 թվականին 18 թվականից մինչև 23 թվականը մենք շարունակել ենք մնալ ֆորպոստ։ Ինչ հեղափոխություն։ Դուք չեք լսում Փաշինյանն ինչ է ասում։ Ինչ հեղափոխություն կարող է իր անել, եթե շարունակել ես մնալ Ռուսաստանի ֆորպոստ։ Մակրոնը տեղյակ չի։ Սա գալիս է նրանից, որ իրանք ինչ որ սպասումներ են իրանց մոտ առաջացնում, որը իրականության հետ որևէ աղերս չունի։ Իրանք իրանց համար են այդ սպասումը առաջացնում, որի պարագայում ստացվել է, որ հետագայում տեսնելու են, որ գործը առաջ չգնաց։ Այն պարզ պատճառով, որ իրենք դա թյուրիմացաբար կապում են Նիկոլ Փաշինյանի հետ, որ ինքը հեղափոխություն արեց եւ Հայաստանին պոկեց Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք 5 տարի ֆորպոստ ենք եղել, պատերազմի զոհերի գնով վերջապես անկախացել ենք ու ասում ենք, որ Ռուսաստանը եղբայր երկիր է։ Պուտինը եւ Միշուստինը իմ լավ ընկերներն են, մենք լավ հարաբերություն, մենք երբեք Ռուսաստանի դեմ չենք գործել, չենք գործում, չենք էլ գործելու։ Ռուսաստանի դեմ որևէ բան չենք անելու, բազան չենք անելու, այս բոլորը չթվարկեն պարբերաբար խոսում ենք։ Ինչի որևէ մեկի հետ բանի ազատվելու համար զոհեր ես տալի, տարածքային կորուստներ ես ունենում, որ դրանից պոկվես, ու պարզում է ինքը քո եղբայրն է։ Ու հիմա դու պոկված ես Ռուսաստանից։ Բա երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է Եվրոպա, եւ այդ մարդկանց ասում է մենք Ռուսաստանի դեմ դուրս չենք գալու, ժողովուրդ ջան, հերիք է մեզ ասեք։ Մենք այո օրենք ենք ընդունել, բայց դա չի նշանակում, որ մենք այդ ուղղությամբ քայլ ենք անելու։ Մենք շարունակելու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, ոչ մի պարագայում Ռուսաստանի դեմ դուրս չեն գա։ Ոչ մեկը չի ասում Ռուսաստանի դեմ դուրս արի, բայց համենայն դեպս դու չես կարող Ռուսաստանի շահերը սպասարկելով գնաս դեպի Եվրոպա։ Իսկ երբ որ Էմանուել Մակրոնն ասում է 8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն արել եւ այլևս Ռուսաստանի ֆորպոստ չենք, Նիկոլ Փաշինյանը այդ հարցի պատասխանը շատ լավ էլ տվել է։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ Վաշինգտոնը շարունակում է Իրանի հետ քննարկումները հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Մենք հաղորդակցության մեջ ենք։ Սա էլ այն պատասխանը, որ Դոնալդ Թրամփն ասում է, Իրանը ցանկանում է խաղաղություն եւ այլ, իրանք ուզում են բանակցություն, հետո մի ուրիշ բան ասեմ, հետո մի երրորդ բան։ Փաստը ինչպես տեսնում եք, Իրանի հետ կապված հարցը լուծված չի, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ այդ հարցը կարողանա հետները կարգավորել։ Հիմա դրա համար մենք էլ ուշադրությամբ կհետևենք զարգացումներին, կարևորը որ հասկանում եք, որ մենք հիմա արդեն մտնելու ենք քարոզչության փուլը ամսի 8-ից հետո շատ կարևոր է որ նաև ձեր աջակցությունը այդ հարցերում, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք նյութերը, ձեր մոդիկներին, ձեր ծանոթներին ասեք, պարբերաբար ինձ են ասում, որ այո շատերին դիմում են, ասում են, ներկայացնում են, նրանք ովքեր ցանկություն կունենան մեր ալիքին աջակցելու ֆինանսապես կարող են մտնել իմ նյութի նկարագրական մասում կա հնարավոր բոլոր տարբերակները եւ բանկային փոխանցում եւ արագ փոխանցում եւ
քարտային փոխանցում եւ Իդրամի տարբերակ եւ PayPal, Patreon, բոլոր հնարավոր տարբերակները, եթե նման ցանկություն դուք ունեք, որովհետեւ տեսնում եք, որ մենք շատ գործիքներ չունենք մեր ծրագրերը, մեր գաղափարները առաջ տանելու, բայց նաեւ շատ ավելի կարեւոր է, որ նաեւ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, նրա հետ անձամբ նայած ով ինչ ձևի շփում ունի եւ ձեր աջակցությունը ցուցաբերեք ցանկացած կազմակերպական հարցում, ցանկացած հարց, որը կարող եք անել, որով կարող եք օգնել, գրասենյակային աշխատանքից սկսած մինչև ինչ-որ բան բաժանել, մարդկանց իրազեկել եւ այլ, ու եթե նաեւ հնարավորություն ունենաք նաեւ ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, դա շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո դուք հասկանում եք, որ մենք այն ինչ որ անում ենք ձեր աջակցությամբ, անում ենք մեր ծրագրերը, անում ենք ձեր ծրագրերը, ձեր երեխայի ապագայի ծրագրերը։ Իհարկե մենք զուգահեռ իրականության մեջ ենք ապրում, մարդիկ համարում են, որ այս ընտրությունները միջոց է փող աշխատելու, փող վաստակելու համար, ամեն մեկը գնում ասում է, դե գնացել եմ այս մեկին ծառայություն մատուցել, դե հիմա ինձ ինչ եք տալու, եւ դրա համար իրանց համար ուղղակի անհասկանալի է, որ Գուրգեն Սիմոնյանի շուրջ հավաքվել են մարդիկ, որոնք եկել են ասում են, բա մենք ինչ ենք անելու, մենք ինչով ենք օգնելու, ոչ թե եկել ենք, որ մենք մեր ակտիվությամբ, մեր կազմակերպական որակներով գանք ինչ-որ մեկը մեզ վճարի, որ մենք մի գործ անենք, այլ մենք եկել ենք ասել, իսկ մենք ինչ կարող ենք անել, որ այս գործը առաջ տանենք։ Դրա համար շատ դեպքերում որևէ ձևով մարդիկ չեն կարողանում հասկանալ, ասում են, բա դուք ինչու համար եք դրա մեջ մտնում, բա դուք ինչու եք միացել, բա այնտեղ տեսնում եք ինչեր են բաժանում, իսկ ձեր աշխատողներին բա դուք ինչ եք վճարում, հարգելիս, մեր մեջ աշխատողներ չկան, վարձու աշխատողներ գոյություն չունի Հայաստանի շնորհապետական կուսակցությունում, նրանք բոլորը թիմակից են, գաղափարակից են, որոնք եկել են ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ ինչ-որ բան ներդնելու, կարող է դա Հայաստանի իրականության մեջ ֆանտաստիկայի ժանրից է, կարող է դուք պատկերացնեք, որ այդքան բարդ չի գնալ Մարս մոլորակ ու հետ գալ, կարող է դուք դա պատկերացնեք, բայց չպատկերացնեք, որ Հայաստանում համախոհ մարդիկ հավաքվում են, ասում են, հարգելի լիդեր, ինչով քեզ օգնենք, որ այս ծրագիրը կարողանաս կյանքի կոչես, ինչ է մեզանից հասնում անելու համար ու ցանկացած աջակցություն կազմակերպական, ֆինանսական ու ամեն ինչ։ Այս հասկանում են, որ դա այնքան ծանր են տանում, որ ասում են, տեսնես ում պատվերն են կատարում։ Ժորժ ջան, ժողովրդի պատվերն ենք կատարում, հավատացնում եմ ձեզ, մնացածը մի ամիս, մի քանի օր հետո կհամոզվեք, որ մենք այն ձայները, որը որ մեզ տրվեց, մենք այդ ձայներին տերենք եւ այդ ձայները երբեք չի ծառայի որևէ մեկի հետ արքովաճարքի առարկա, որտեղ մենք այդ ձայները ձեզնից չենք գնել, որպեսի իրավունք վերապահենք մեզ այդ ձայները վաճառել, այդ գինը հանելու համար։ Այդ ձայները դուք եք ապահովելու ձեր քվեարկությամբ եւ ձեր կազմակերպական եւ ֆինանսական աջակցությամբ։ Դա ձեր ձայներն է, ձեր մանդատներն է։ Չի կարող ձեր մանդատները դառնա արքովաճարքի առարկա։ Վերջը մի քանի օր հետո երևալու է, չէ՞։ Այդքան մարդիկ իրանց ճղում են, ֆանտաստիկ փողեր են ծախսում, առավոտից իրիկու պատմում են, ժողովուրդ, հասկացեք, այս ինչի պատվերն են կատարում, այն ինչի ու մեկը մեկի անունն է տալիս, մյուսը մյուսի անունն է տալի։ Ի վերջո արդյունքում իրանց ուզածն ինչ է, որ ժողովուրդը հիասթափվի, ընտրության չմասնակցի։ Ընտրության չմասնակցելու դեպքում իրանց պատկերացմամբ իրանք իրանց հարցը կլուծեն։ Իսկ այս պարագայում մենք ասում ենք, որ ոչ, ընտրության մասնակցեք եւ այո, երբ որ նաեւ խոսում են ձայների փոշիացման մասին, տարբեր բաների մասին են խոսում, ընտրության ակտիվության հետ կապված այդ շեմը չհաղթահարած ձայները շատ փոքր տոկոս է կազմում, որևէ ազդեցություն չի ունենում ընտրության արդյունքի վրա, բայց էական ազդեցություն է ունենում ընտրության արդյունքի վրա մասնակցության մեծ թիվը, որի պարագայում այո, ոչ իշխանության, ոչ ռուսամետ ընդդիմությանը չի հաջողվի մեծամասնություն ունենալ, եւ դա հենց հնարավոր է իրականացնել ձեր շնորհիվ։ Մի բան ուղղակի կարճ կարդամ, եթե ժամանակը ներում է։ Ուրեմն Facebook-ը ինչ հիշացրեց 14 թվականի բան, որը որ եղել է Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց սա խնդիր է, որը բոլոր ժամանակների։ Կարճ ուղղակի կարդամ. կոչ խնդրանք մեր մտավորականությանը։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, եթե ոչինչ էլ գրած չլիներ, ապա մեզանում պակաս հայտնի չէր լինի, հավանաբար կոչվելով մեծ հումանիստ կամ ամենայն հայոց պատրիոտ։ Նա իր դժգոհությունն է արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ ու երկու անգամ բանտում հայտնվել, ազգերի է հաշտեցրել, հիվանդներին դեղ ու դարման արել, փախստականների հարցերը լուծել,
մտավորականներին իրար գլուխ հավաքել։ Սա ընդամենը մի փոքր մասն է նրա ակտիվ քաղաքացիական կեցվածքի դրսևորման ու մարդ կերպարի։ Ավելին չեմ էլ փորձի ասել, քանի որ ես չէ, որ Թումանյանին պետք է մեր հանրությանը ներկայացնեմ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ ոչ մի իրեն հարգող մտավորական բարոյական իրավունք չպետք է ունենա ասելու, թե ինքը բարեխղճորեն իր գործն է անում ու իրեն չեն վերաբերվում, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ։ Ոչ մի արժեք չունի այն բարձրարժեք ստեղծագործությունը, որը պետք է հասարակության մոտ վեհ գաղափարներ սերմանի, բայց իրականում այդ գործի հեղինակը նստել է տաքուկ անկյունում և ասես չի էլ նկատում, որ երկիրը անդունդ է գլորվում, իր հետ տանելով իր ստեղծագործությունների դասավական մտավորականի կերպարը, որը կարող է շատերիս համար ներշնչանքի ու ընդօրինակման աղբյուր հանդիսանալ։ Միայն անցյալում ենք ունեցել։ Ես մեկի անունը տվեցի, դուք 100-ին մտաբերեք, այս ի նկատի ունեմ Թումանյանը միայն անցյալում էր, չէ, ես մեկի անունը տվեցի, դուք 100-ին մտաբերեք, իսկ իմ կարծիքով մեր ժամանակների դասական մտավորականի մարմնավորում էր երջանկահիշատակ մահեստրո Օհան-Դուրյանը, դուք 100-ին նշեք, եթե իհարկե կգտնեք Թումանյանի պես կամ Դուրյանի պես։ Ուստի խնդրանքս այն է, որ մեր մտավորականները երկրի այս օրհասական պահին պայքարող ժողովրդի կողքին լինեն, իրենց ներկայությամբ ոգեշնչեն հատկապես երիտասարդությանը, որն այնքան շատ ունի ձեր աջակցության ու խորհուրդների կարիքը։ Հիմա ինչ եք կարծում, այս խնդիրը մեզ համար օրհասական չի, օրակարգային չի նաև հիմա։ Ինչ եք կարծում, մենք գոհ ենք այն խնդիրը, որը որ մեր որոշ մտավորականներ մի կողմ քաշված ասում են, մենք չենք մտնում այդ քաղաքական բաների մեջ, մեզ դա չի երևի, քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք չենք ասում քաղաքականությամբ զբաղվի։ Եթե վաղը երկրի ապագայի նկատմամբ տագնապ կա, դու ուղղակի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցի։ Չի կարող երկրի ապագայի նկատմամբ տագնապ լինել եւ մարդը քաղաքականացված չլինել։ Հեչ պարտադիր չի, որ կուսակցականացված լինի, բայց գոնե քաղաքականացված լինի, հասկանա աշխարհում ինչ է կատարում եւ իր երկրին ինչպիսի ապագա է սպասում եւ ինքը ինչ ունի անելու, ինչ ներդրում կարող է այդ հարցում ունենալ իր խելքով, իր անցած ճանապարհով, իր հեղինակությամբ, որ կարողանա ինչ որ չափով օգտակար լինի մեր հասարակությանը։ Մենք տեսնում ենք, որ դա այսօր ունենք։ 14 թվականին էլ չունեինք, ժողովրդյան 26 թվականին էլ չունենք, ու դա շատ ցավալի է։ Մենք ամեն ինչ այո պետք է անենք, որ այդ անձնական որակների այդ անձնական օրինակը լինի մտավորական մարդկանց, բայց ցավոք այդ մարդիկ ամեն մեկը մի տաքուկ անկյուն ակթել մտել է եւ չի էլ ցանկանում այս ամեն ինչի մեջ մտնել, որտեղ մտածում է դե իշխանությունից մի բան կպոկի, հիմա որ դեմը դուրս գա ինչ է շահելու դրանից, բայց այդ դեպքում մեր հասարակության համար մենք ինչ ենք շահում այսպիսի մթնոլորտում։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։